ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը շատ հավանական է, նախազգուշացրել է Նորվեգիայի հարավարևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։ Իմ կարծիքով մենք հասել ենք մի կետի, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի պատերազմը շատ հավանական է, հայտարարել է փորձագետը։ Նրա խոսքով հակամարտությունը կծավալվի եվրոպական տարածքում, հնարավոր է միջուկային զենքի կիրառմամբ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հիմնական խոչընդոտը մնում է տարածքային հարցը, որը բարդանում է պատմական վեճերով։ Նրա խոսքով բանակցային սեղանին այժմ չի երևում իրական լուծում։ Նախագահը նշել է, պատերազմը բերել է նոր շերտավոր խնդիրների, ազգային, լեզվական և քաղաքական բնույթի, որոնք էլ ավելի են խճում իրավիճակը։ Տարածքային հարցը ամենաառանցքայինն է, բայց դրա լուծումը չի երևում պատմական թեմաների շուրջ հակասությունների պատճառով, ընդգծել է պաշտոնյան։ Տոկաևը նաև կոչ է արել կողմերին չդադարեցնել բանակցությունները և ընդգծել. իր երկիրը պատրաստ է միջնորդական հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին վերաբերող հարցերում չի կատակում և պատրաստ է Ուկրաինայի ուղղությամբ կիրառել և կոշտ քայլեր, և զիջումներ, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։ Նա չի կատակում, Թրամփը չափազանց լուրջ է։ Իրանցիները ցավոք զգացին, որ Թրամփը պատրաստ է կիրառել և կուրխստություն, և խրախուսանք, նշել է մշտական ներկայացուցիչը։ Դիվանագետի խոսքով Թրամփը խաղաղության նախագահ է և լիովին արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի։ Կամչատկայում ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 28 մարդ, ներառյալ 4 երեխա, առաջին անգամ բախվել է անօդաչու թռչող սարքի։ Չնայած միջադեպին, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։ Սկզբում ենթադրվում էր, պատճառը թռչնի հետ բախումն է, բայց հետքեր չեն հայտնաբերվել։ Մասնագետները բացառել են նաև գետնի վրա օտար առարկայի կամ օդանավակայանի տեխնիկայի հետ բախումը։ Կամչատկայի ավիացիոն վարչության եզրակացությամբ վնասվածքը առաջացել է օդում անհայտ օբյեկտի հետ բախումից, որի ամենահավանական տարբերակը անօդաչու թռչող սարքն է։ Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, քանի որ հետագա սրացումը կարող է հանգեցնել միջուկային տերության հետ բախման, հայտնում է բրիտանական Telegraph թերթը։ Արդար պատերազմը պահանջում է հաղթանակի իրատեսական հնարավորություն, մինչդեռ ուկրաինացի տղամարդկանց մի ամբողջ սերունդ տառապում է։ Իրականությունն այն է, որ առանց ՆԱՏՕ-ի անմիջական միջամտության Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթելու մոտավորապես նույնքան հնարավորություն ունի, որքան Բելգիան Գերմանիային, պնդում է հրատարակությունը։ Պարբերականը նշել է. ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անմիջական ներգրավվածությունը այս հակամարտությանը բացառվում է, հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային տերություն է։ Հոդվածում ընդգծվել է. ոչ Մեծ Բրիտանիան, ոչ էլ նույնիսկ Ուկրաինան որևէ շահագրգռվածություն չունեն նման ռիսկի դիմելու հարցում։